Կվանտային տեկոգերենցիա։ Տեսեք, ինտերֆերենցիան տեսանք, ալիքային ֆունկցիա լսել ենք, չափում լսել ենք, ինչ է դեկոգերենցիա։ Ուրեմն բանից պարզում է քվանտային աշխարհը, քվանտային ֆիզիկան, շատ միկրոաշխարհը այդ, շատ անկայուն է արտաքին երևույթներից։ Եվ նույնիսկ մեր երկճեղքային, օրինակ, որ նախորդ դասին ցուցադրեցի այստեղ, տեսեք, էլեկտրոնը անցնում է ստեղով թե ստեղով, նայողի տեսակետից ինքը կարճ ասած կոգերենտ է թե դեկոգերենտ է։ Այսինքն այդ մասնիկները գտնվում են հենց որ կոգերենտ վիճակում, այսինքն գտնվում են սուպերպոզիցիայի, սուպերդիրքի վիճակում։ Քվանտային մեխանիկայում, երբ որ էլեմենտը գտնվում է սուպերդիրքում, իսկ նրան պահելը շատ դժվար է, հենց ինչու են կոմպյուտերները քվանտային թանկ, մեկուսացված ոսկով սառնարանով -273 աշճան, եթե միկրոաշխարհում է տվյալ, ասենք, էլեկտրոն եւ այլն, որպեսզի ոչ մի ազդեցություն չլինի նույնիսկ տիեզերքից։ -273 կելվինից 0 մոտիկ շատ դեպքերում ատոմների տատանում, էլեկտրոնների տատանում եւ ուրիշների ազդեցությունը չի ազդում եւ իրանք հաստատ սուպերդիրք են։ Սուպերդիրքը ահա որ դժվար բան է, ոչ մի սուպերդիրք հիմա որ շրջվեք չեք տեսնի։ Սուպերդիրք վիճակ, բացի ձեր ղուշկիր, եթե գցում եք դրամը ժամանակավոր, որի սուպերդիրք չի, ուղղակի օրինակ է, ցուցադրելու համար ինչա սուպերդիրք, եւ քվանտային ինֆորմատիկայի հիմքերից մեկն է, սուպերդիրքի մեջ պետքա գտնվի տվյալ բիթը, որը իրավունք ունենա լինի, որ ես կարողանամ նրա կոմբինացիաներով, ինտերֆերենցիայով, էլ կտեսնենք էլի շատ միկրո էլեմենտներով, շատ փոխանջատիչներով տրամաբանական խնդրի լուծման սխեմա ստանալ, փորձարկել, փորձարկումը շատ անգամ կիրառ եւ ստացվի։ Այո, սուպերդիրքում պահելը բնության մեջ շատ դժվար է, շատ։ Միկրոաշխարհը սիրում է անպայման կողմնորոշել։ Հենց մի հատ ինչ որ էլեկտրոնները լույս եք գցում, որ չափեք էլեկտրոնի իմպուլսը, դուք կորցնում եք տեղը, Հեյզենբերգն է ասում, եւ կոչվում է քվանտային անորոշություն։ Միանգամից տեղը որոշում է դիրքը, ասենք, էլեկտրոնը։ Դուք եթե իմպուլսն եք չափել, տեղն եք կորցնում, եթե տեղն եք չափել, իմպուլսը փոխվում, արդեն իմպուլսը այն իմպուլսը չի, չունենք, մենք կլասիկ ձևով մեր աշխարհով չենք կարող։ Ահա բոլոր, ուրեմն քվանտային միրում, եթե դուք ուզում եք աշխատել ինֆորմատիկայի հետ, եթե ուզում եք դիրք ստեղծել, որ հետո ստացվի օգտակար գործողություններ, ապա դուք սուպերդիրքում եք պահում։ Եվ եթե հանկարծ արտաքին աշխարհի հետ շփվում է ինչ որ ձև չափելը, աչքը դա չափելն է։ Այս աչքը, տեսեք, այս աչքը։ Դա չափողականությունն է, մենք չափում ենք, եկեք ուրիշ գույնով էլ նշենք, որ մեզ համար հասկանալի լինի ինչա։ Սա չափողականությունն է, չմոռանանք, այս աչքը որ նկարել եմ։ Հենց մենք նայում ենք, մենք նշանակում է լույս ենք գցում, մեր աչքը կարևոր չի ստեղ։ Հենց լույս եք գցում, ինքը կողմնորոշվում է եւ էլեկտրոնը չի տալիս ինտերֆերենցիա, մաքուր տալիս է երկու վիճակ, բայց բիթային է ստացվելու, որտեղ երկու վիճակը մեր երազանքն է, որ մենք կարողանանք կատարել։ Ինչևիցե, շփվում է աշխարհի հետ եւ դա կոչվում է կոգերենցիա, այսինքն եթե շփվում է, դառնում է դեկոգերենցիա։ Ուրեմն դեկոգերենցիան աշխարհի հետ շփվելն է, իսկ քվանտային մասնիկը կոգերենտ է լինում սկզբից, ինչքան երկար պահենք մասնիկը համակարգչի մեջ կոգերենտ, այսինքն անորոշ վիճակում միջամտություն չլինի, որի մեջ սխեման աշխատի, միավորվի, հենց չափումը անենք ինքը կանգնելու է, բայց ինքը այնքան երկար ժամանակ լինի, որ մեր չափող գործիքները բանը հասցնեն։ Հենց չափում եք ինքը ուղղվում է, չի ուղղում, դառնում է արդեն դեկոգերենցիա, այսինքն վերածվում է կլասիկ աշխարհի 0 կամ 1-ի։ Ուրեմն կոգերենտությունը դա մեր միակ գործիքն է, որ միկրոաշխարհի էլեմենտը պահենք սուպերդիրքում, այդ սուպերդիրքը հավանականային է եւ զուգահեռություն է պահում։
պահեք, եթե հնարավոր է միլիսեկունդ, միկրոսեկունդ, չգիտեմ, նանոսեկունդ, նանո չէ, բայց միկրոյով պահում են։ Իոնները օրինակ վայրկյաններ, րոպեներ են պահում։ Մայորանաները ընդհանրապես Microsoft էլեմենտները անվերջ են, կա այտենց անցումներ, չենք խոսում դրա մասին։ Պարզ է, իրական աշխարհում մենք քվանտային մեխանիկայում քյուբիտ ենք անվանել, քյուբիտը կարա սուպեր դիրքում լինի, երբ որ մենք իրան չափում ենք, ինքը կամ զրո է վերածվում, կամ մեկ էլ եմ ասում, մենք ինֆորմատիկայի տեսակետից պետք է նայենք քվանտային մեխանիկան, հակառակ դեպքում անհնար է լինելու։ Այսինքն աբստրակցիա ենք անելու, այսինքն ամեն ինչ չենք նայելու, այսինքն ծրագրավորման ենք գնում, դուք այդպես նայեք, դրա համար թերությունների մի մեծ աշխարհ կլինի, որ կլինի, ասենք, ոչ բավարար բացատրություն մաթեմատիկական տեսակետից կամ այլ տեսակետներից։ Շատ լավ։ Հիմա տեսեք ինչ է կատարվում։ Մենք ստեղ ֆազային համաձայնություն մի հատ խոսենք։ Մենք արդեն ֆազային շեղում տեսանք, նախորդ ինտերֆերենցիայում ֆազա բառը մեր հացուջուրը դարձավ, օգտակարությունը դարձավ։ Երբ քվանտային համակարգը շփվում է միջավայրի հետ, որևէ միջավայրի հետ, իսկ դա ստուգելն է, մասնիկը սկսում է փոխազդել քվանտային համակարգի հետ եւ փոխազդեցության արդյունքում վերանում է ֆազային համաձայնությունը, այս վտանգը։ Մենք պետք է հասցնենք այս ֆազայինները պահենք, որ իրանք զուգահեռաբար իր հետ կապված լինեն, հենց որ իրան measurement ենք տալի, չափում ենք, ինքը այս ֆազային համաձայնությունը կորցնում է։ Եվ սուպեր դիրքի բաղադրիչների միջև վերանում է, բայց ինքը ինչ որ մի 0.1-ի կանգնում է, գուցե դա լուծումն է, եւ ուրախությունից շատ կուրախանանք։ Եթե լուծումը չի, ապա դա լավ չի։ Ինքը զուգահեռ է դա անում, դրա կարևորությունն է։ Եթե 100 բիտ ունեք ու լավ բիթեր են, իսկական քյուբիտեր են, եկցե 100 աշճանի խնդիր կլուծեք։ Դա շատ մեծ է։ Օրինակ 2-300 աշճանը ամբողջ կոսմոսի էլեմենտների քանակը 300 աշճան պատկերացնում եք այդ կիպի արագ կոմպյուտեր ստանալու համար կոսմոսի բոլոր էլեմենտները եթե մեզ կլասիկ կոմպյուտերի տրանզիստոր դառնան 2-300 աշճան միանգամից կլուծենք եթե բոլորը կոմպյուտեր դառնան դուք պատկերացնում եք ինչ թվերի մասին է խոսքը ուրեմն ստացվում է որ եթե մենք բեկուսացնում ենք տվյալ էլեմենտը քվանտային, ապա նրա ալիքային ֆունկցիայի ֆազաները արդեն դիտում են որտեղ ինտերֆերենցիայի արդյունք, ահա կապը նախորդ դասի հետ։ Ուրեմն եթե էլեմենտը մենք մեկուսացնում ենք, առաջինը մենք կարող ենք ստանալ սուպեր դիրք, կարող ենք ստանալ։ Ինքը արդեն սուպեր դիրքի ցանկություն կունենա, 50-50-ա ինչա եւ այլն, կարևոր չի։ Սուպեր դիրքում դեռ 0.1-ը որոշված չի, բայց ավելի կարևոր բան նախորդ դաս նրա ալիքային ֆունկցիայի ֆազաները իսկ ալիքային ֆունկցիան Շրոդինգերի անցել ենք ալիքային ֆունկցիան լուրջ թեմա էր ալիքային ֆունկցիան կապի մեջ է գտնում ինտերֆերենցիայի հետ այս ինտերֆերենցիան որ նախորդ դասին ասեցի որ մենք ուժեղացնում ենք դեստրուկտիվ եւ կոնստրուկտիվ ասենք մարում ենք եւ այլն եւ զուգահեռաբար ստանում ենք լուծում լավ լուծումը լավացնում ենք ալիքային ֆունկցիայի ֆազաները Շրոդինգերի հավասարումով է որոշվում այդ ֆունկցիան եւ կլասիկ հավասարումներ են դրանք արդեն դիտարկվում է որպես ինտերֆերենցիայի երևույթ ահա հոյակապ անցում պահում ենք մասնիկ պահում ենք մաքուր քվանտային սուպերպոզիցիայի մեջ նշանակում է նրա ալիքային ֆունկցիան դեռ չի որոշել տեղը նրա ալիքային ֆունկցիան կապի մեջ է ինտերֆերենցիոն երևույթների եւ ծրագրավորողը ճիշտ սխեմաների դեպքում ճիշտ հրամանների դեպքում կուղորդի բարդ խնդրի անհրաժեշտ արագացված լուծումը ստանալու համար։ Օրինակ երճեղքային փորձը հենց այդ էլ անում է։ Երճեղքային փորձը ֆանտաստիկ նորություն է եղել որպես էքսպերիմենտ։ Ինչ արել նա։ Երճեղքային փորձը ցույց է տալ երկու ճեղքով, եթե անցնում է էլեկտրոնը, ալիքա, հենց իրան լույս է գցում, եկեք նայել չասենք, էլի, լույս է գցում, կողմնորոշվում է, դառնում է մասնիկ։ Շնորհակալություն, էլեկտրոնը թե մասնիկ է դառնում, ապա նա երկու կետ է ցույց տալի, 0-1 IT տեխնոլոգիան, ինֆորմացիոն քվանտային ինֆորմատիկայի հիմքը էս դա է, որ մենք 0-1 ունենանք, որ կլասիկայի հետ կապվենք, խնդիր լուծենք, եթե 0-1-ը չլիներ, անիմաստ է, ոչ այս դասերի իմաստ կունենա, պարզակ ֆիզիկան կլներ, ֆիզիկան միանշանակ կլներ։ Պարզ է, եթե մենք ունենք դեկոգերենցիոն վիճակ, ապա այս կարմիրն է, այսինքն մենք
կոգերենտը պահում ենք, բայց քանի միլիսեկունդ ես չգիտեմ, այս կապույտը նշանակում է սուպերպոզիցիան կոգերենտ, այսինքն ինքը իսկապես դեռ չի որոշել տեղը 0,1 հենց դիտարկումը գնում է, սկսում է մարել։ Այս ամպլիտուդները բռնացնել է պետք, կարճ ժամանակում իրան պետք է բոլոր սխեմաները աշխատեն, այս վերջում էլ չի աշխատի։ Այսինքն պետք է աշխատենք առաջի 0,1 միլիվարկյանում, միլիսեկունդում, խնդիրը լուծել, це կորիչնում է, մահացավ։ Ստացվում է կոգերենտությունից դեկոգերենտ անցնելը շատ արագ է, ժամանակային ահավոր է եւ նրանից օգտվել է պետք։ Ստացվում է մեզ մոտ, օրինակ, ինչ կարա դեկոգերենտություն առաջացնել։ Ջերմացան տատանում, խնդրեմ, լսել եք, էներգիայի, ֆոտոնների սրում, ասենք ֆոտոնների ազդում, չափում, հենց մենք չափում ենք ռենտգենյան ճառագայթով, ես չգիտեմ։ Հարված է գլխի, թող մի հատ ջարդվի, էդ էլ կլինի գրավիտացիոն հարված։ Ինչևից է ցանկացած փոխազդեցություն, չափելը դա է, ցանկացած փոխազդեցություն, մարդուց անկախ։ Հիմա մի հատ բարդ բան ասեմ, որը կարող եք եւ չլսել այս մասը։ Մաթեմատիկայից, քանի որ մենք պետքա հեռու լինենք, չխառնաշփոթվելու համար։ Այս իմ ասած դեկոգերենցիա, որպես մատակարարում, այսպես ասած, առարկա, դեկոգերենցիայի մաթեմատիկական նկարագիր, արագտամ շատ կարճ, շատ անհասկանալի, առաջինը քվանտային վիճակը կարելի է նկարագրել, որսի դեկոգերենցիան հասկանալի դառնան, կոչումը անունը ոչ մի բան, խտության մատրիցա, պի դնենք անունը։ Թե ինչա, ես է չգիտեմ։ Ուրեմն ինչ է ստացվում։ Ստացվում է, որ դեկոգերենտ լինելով, դեկոգերենցիայի ժամանակ, ուրեմն տարը քայքայվի ժամանակի հետ, այսինքն հենց իր վրա լույս ենք առաջացնում, կոգերենտությունը փոխվում է, ուրեմն մեր խտության մատրիցան պետքա փոխվի։ Այսինքն ստացվում մաթեմատիկորեն նա ֆիքսված ստատիկ մատրիցա է, պլյուս այդ մատրիցայում ինքը կոգերենտ նստած է, ոչ մի խնդիր, այս կապույտ կորն է, դեկոգերենցիան ստանալու համար ժամանակային, ուրեմն վրան պետք է ազդել, չափել, չէ՞։ Եվ ազդելուց պետքա ժամանակային ֆակտորը հաշվի առնել եւ արդյոք կարող ենք բռնացնել լուծումը։ Ուրեմն ստացվում է դեկոգերենցիայի ժամանակ կատարերը քայքայվում են ժամանակի հետ եւ զրոացվում են, այսինքն կոգերենտ միկրոմասնիկը դառնում է նորմալ մակրոմասնիկ։ Ասում է, որ եթե այս երկու մատրիցաները նայեք, առաջի պի մատրիցա, սա կոգերենտ, այսինքն անորոշ վիճակում սուպերպոզիցիոն վիճակա, նրա ժամանակային կիրառումը վրան նայելով լրիվ ուրիշ մատրիցա է։ Պարզ աստեղ ֆորմուլա կա, չվախենանք, Ե-ի մինուս Տ աշճան ինչ որ հավանականային տեխնոլոգիա է, գործ չունեք։ Հարցն է, որ այստեղ շատ կարևոր է։ Քայքայումը սովորաբար կատարվում է էքսպոնենցիալ ֆունկցիայով, այսինքն շատ արագ քայքայվում է հենց վրան նայում ես։ Այ բռնացնել է պետք, բռնացնել, ուրեմն մաթեմատիկան ասում է, կոգերենտ վիճակը խնդրեմ, ալֆա, բետա եւ այլն տառերը կարևոր չեն, նրա ժամանակային դեկոգերենտությունը այս մատրիցան է։ Կարևոր չի իրան շատ հասկանալը։ Հիմա մենք ունենք երկու վիճակ, մեկ ալիքային ֆունկցիա է։ Մյուսը կոչվում է խտության մատրիցա, այսա խտության մատրիցա է։ Այստեղ էլ մի փոքր բան ասեմ, խտության մատրիցան որոշվում է, ուրեմն այս խտության մատրիցայի անունը π կոչվում է, այսպես է նշանակված, ալիքային ֆունկցիա, անցել ենք Շրոդինգերի ալիքային ֆունկցիան, որը ոչ ալիք էր, ոչ ֆունկցիա էր։ Ալիքային ֆունկցիա, մեկ էլ ինչ անհասկանալի մարդ։ Այս սա կոչվում է օպերատոր, ավելի շուտ հերմիտյան projection օպերատոր է կոչվում, այսինքն հերմիտյան օպերատորը անուն է ստացել, անունը ոչ մի բան։ Ուրեմն ինքը մաքուր քվանտային վիճակ է, ուրեմն ցույց է տալիս ինչա բանը, ուրեմն հերմիտյան օպերատորը դա ինքը, տեսեք, վեկտորը, որը Շրոդինգերի հավասարումով ֆունկցիա է, այսինքն ալիքային ֆունկցիա է, բազմապատկվում է հերմիտյան զուգորդություն հերմիտյան այդ իր հակառակն է կարճ ասած, վերջը conjugation է կոչվում, կանչենք conjugate այդպիսի հրաման ունենք։ Ինչևից է, այս արտահայտությունը նշանակում ալիքային ֆունկցիան մի տեսակ ուրիշ տեսակ։ Այս է, всё։ Ուրեմն մեզ մոտ կա սովորական ալիքային ֆունկցիա եւ կա
բանա խտության մատրիցա եւ խտության մատրիցան անունը ձևափոխենք, անուն դնենք օպերատոր։ Անունն ենք փոխելու։ Ուրեմն օպերատորը այս մատրիցայով կոչվում է այս ֆորմուլայով եւ ալիքային ֆունկցիան այս ֆորման։ Դե սա արդեն անցել ենք։ Ուրեմն ունենք ալիքային ֆունկցիա եւ ունենք խտության մատրիցա, ինչի համար են պետք։ Ուղղակի մաթեմատիկական ձևակերպման համար, որպեսզի էքսպոնենցիալ քայքայումը տեսնենք, որի վրան անցնենք ես ֆազային։ Տեսեք, ոչ զրոյական եւ արտահայտում են ֆազային հարաբերություններ, այսինքն դու եթե կոգերենտ ես ֆազային հարաբերությունը կանգնած է, հենց իրա վրա դուք չափում եք կատանում էքսպոնենցիալ մարումը, բռնացրեք ձեր լուծումը։ Այստեղ է գաղտնիքը ու դժվարությունը այսօրվա դրությամբ աշիպկաները, սխալները շատ են եւ ամբողջ միլիարդները գնում են տեսնեք քվանտային համակարգի ոնց են կարողանում այս փոքր հատվածում տեղավորվել։ Դժվարությունը հենց այստեղ է։ Եկեք այս երկու ֆորմուլան միած ձևակերպենք ու դրանով վերջացնենք։ Ալիքային ֆունկցիան արդեն ասել ենք ալֆա քառակուսի պլյուս բետա քառակուսին հավասար է 1 հավանականություն, ամպլիտուդ կարող նաև լինի կոմպլեքս թվեր եւ իր օպերատորը շրջված բազմապատկումը կոչվում է ուրեմն զուգորդումն է, այսինքն վեկտորը եւ իր զուգորդումը բազմապատկած։ Այս վեկտորն է, այսա վեկտորն է, այս իր զուգորդումն է, մաթեմատիկական տերմին է, մենք գործ չունենք, բացարձակ։ Այնքան որ մենք տեղյակ ենք եւ կարանք արագ մոռանանք։ Բայց եւ այնպես տեղյակ լինելը սխալ չի համարվում սխալ։ Բազմապատկված են։ Վերջ երկու գլխավոր բան։ Եկեք ամփոփեմ դա։ Այն կապում է վեկտորների ալիքային ֆունկցիան, որը Շրոդինգերի հավասարումով արդեն շատ անգամ կրկնել ենք։ Վեկտորը բլոկի սեղմանում տեսել եք, այդ ամպլիտուդը կանգնած է որտեղ ուզի, իր պիերով, ամպիերով, թետա անկյունով, գամմա անկյունով, դեռ մի հատ անկյուն կա, միշտ չեմ կարող հիշեմ, թետա անկյունով եւ այլը, եւ օպերատորների աշխարհները։ Տեսեք, ալիքային ֆունկցիայի վեկտոր ենք անվանել, շատ կարեւոր է։ Ալիքային ֆունկցիան եւ օպերատորների չափելի մեծություն, այսինքն, եթե ալիքային ֆունկցիայի հետ ունենք մենք վեկտորներով ենք աշխատում, այս է։ Եթե մենք այդ վեկտորները ուզում ենք օպերատորների վերածենք, ասում ենք մաթեմատիկորեն հասկանանք, այսինքն նրա հերմիտյան օպերատորն ենք օգտագործում, զուգորդություն ենք անում, ապա դա գալիս է չափելու տեխնոլոգիա, այսինքն տվյալ սուպեր դիրքում, կոգերենտ վիճակում գտնվող էլեմենտը ալիքային ֆունկցիայով իր ինտերֆերենցիայով նստած է, եթե դու իր հետ ուզում ես աշխատես, դա վեկտոր է, ոչ մի հարց, մաթեմատիկորեն կիսատ բան է ինչ-որ։ Եթե դա ուզում ես չափել, այսինքն փորձել իրան իրականացնել, օպերատոր կսարքենք, հերմիտյան օպերատոր կկոչվի, կարևոր չի անունը, չափող աշխարհը կլինի, կարճ ասած, երբ դուք չափումով եք զբաղվում, կլինի օպերատորների աշխարհ, երբ որ դուք ալիքային ֆունկցիայի վեկտորներով եք զբաղվում, բլոկի սֆերան չմոռանաք, ապա դա կլինի բանի հենց սուպերպոզիցիայի ալիքային վիճակ, հավանականային եւ այլն։ Այլ խոսքով, եկեք վերջնենք կարդանք ու դրանով դադարեցնենք։ Այլ խոսքով, անցել ենք ալիքային ֆունկցիայի Շրոդինգերի հավասարումով եւ որտեղ է գտնվում վեկտոր Հիլբերտյան տարածքում, չվախենակ, անցած կլինեք երևի մաթեմատիկայից, չվախենակ նորմալ մեզ հասկանալի տարածքա իրա ընդհանրեն կոմպլեքս թվերով, իսկ տեն հնարովի բան դարձավ, մաթեմատիկա է, դա օպերատոր է, դա կոչվում է հերմիտյան օպերատոր, դա կոչվում է իր զուգորդությունն էլ վեկտորի հետ, եւ այդ օպերատորը, որը աշխատում է տարածությունում, այսինքն մեկը աշխատում է այդ տարածքում, իսկ մյուսը Հիլբերտյան տարածքում, ուրեմն պին օպերատոր, որ աշխատում է Հիլբերտյան այսինքն ինչ է ստացվում, մենք ունենք ալիքային ֆունկցիա, որը որ աշխատում է Հիլբերտյան տարածքում, լավ, ունենք օպերատոր, որ այդ տարածությունում մեզ օպերատորություն անում, այսինքն մեր գործերը հեշտացնում է։ Հա մաթեմատիկայի օգնությունը, որ ունենք ալիքային ֆունկցիա եւ ունենք օպերատոր։ Այդ օպերատորը էս պին է, որը մեզ անվանում դրեցինք խտության մատրիցա, այս երկուսը, ուրեմն ալիքային ֆունկցիան
եւ խտության մատրիցան երկու մեծ գործիքներ են, մեկը գաղափարախոսություն է, մեկը օպերատոր։ Օպերատորը մեզ հնարավորություն է տալի մաթեմատիկորեն մտնել այդ աշխարհը եւ մեր անունից IT բարև տալ, այսինքն 01-երն են մեր գլխավոր, այսինքն 01-երն է մեր առաքելությունը։